Շարունակում եմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի կարճ, այսպես ասած, ամփոփումը։ Երրորդ զեկույց, որը վերաբերում է ներքին կարգուկանոնին։ Ներքին կարգուկանոնի գլխավոր խնդիրը, սիրելի ժողովուրդ, միայն հանցավորությունը չէ։ Խնդիրը պետության նկատմամբ վախի, հարգանքի և վստահության բացարձակ կորուստն է։ Երբ քաղաքացին վստահ չի, որ օրենքը գործելու է բոլորի նկատմամբ հավասար, սկսվում է համակարգային քայքայում։ Պաշտոնյան իրեն վեր է դասում օրենքից, օլիգարխը պետությունը դիտում է որպես բիզնեսի առարկա, հանցագործը համոզում է, որ կարելի է պայմանավորվել դատախազների ու դատավորների հետ։ Հասարակ մարդը կորցնում է հավատը արդարության նկատմամբ։ Ուստի ներքին կարգուկանոնի ռազմավարությունը պետք է հիմնված լինի ոչ թե քաոսային ռեպրեսիաների, այլ պետական ուժի վերականգնման վրա։ Իմ քաղաքական լեքսիկոնով պետությունը կամ օրենքի դիկտատուրա ունի, կամ դառնում է զորբաների կիսագողական տարածք, այլ տարբերակ չկա։ Օրենքի անխուսափելիության սկզբունք։ Հայաստանում ամենամեծ աղետը եղել է ընտրովի արդարադատությունը։ Միևնույն արարքի համար մեկը գնում է բանտ, մյուսը դառնում է նախարար։ Վերջում հլում ասում են հանուն սոցիալական արդարադատության կամ արդարության, այդ դատախազների բառակապակցություններից ու կլինեք։ Այս համակարգը պետք է կոտրվի։ Պետք է ներդրվի մեկ սկզբունք։ Եթե օրենքը խախտել է պաշտոնյան, պատասխանատվությունը կրկնակի խիստ։ Եթե խախտել է ուժային համակարգի ներկայացուցիչը, պատասխանատվությունը առավել խիստ։ Եթե խախտել է սովորական քաղաքացին, արագ, արդար պատասխանատվություն։ Պետությունը պետք է ապացուցի, որ օրենքից վեր մարդ չկա։ Ոստիկանության եւ ուժային համակարգի ամբողջական վերափոխում։ Ուժային համակարգը չպետք է ծառայի իշխանությանը, պետք է ծառայի պետությանը, ժողովրդին։ Այսօր շատ դեպքերում ուժային մարմինները կամ քաղաքական գործիք են, կամ կոռուպցիոն ցանցերի մի մաս, կամ մեծ մաս, կամ առհասարակ կոռուպցիան վխտում է այսօր ուժային համակարգում։ Անհրաժեշտ է ամբողջական վեթինգ, բառից ամենաբուն իմաստով, ոչ թե 8 տարի վեթինգ են անում, այդպես էլ վեթինգը մեկը չտեսանք։ Գույքային եւ բարեվարկության ստուգումներ, քրեական աշխարհի հետ կապ ունեցող անձանց հեռացում, Ցուցուլյանի նմաններին, հատուկ ստորաբաժանումների ուժեղացում, արագ արձագանքման ժամանակակից համակարգեր, ներքին հակակոռուպցիոն ծառայությունների ուժեղացում եւ ստեղծում։ Դրա հետ մեկտեղ նաեւ պետք է իրականացվի Հայաստանի պատմության մեջ ամենամեծ համաներումը, որը որ ես խոսք եմ տվել իր ընտրողին։ Բայց միաժամանակ օրինական գործող ոստիկանն ու զինվորը պետք է ունենա բարձր աշխատավարձ, սոցիալական պաշտպանություն եւ պետության լիարժեք աջակցություն։ Կոռուպցիայի դեմ ոչ թե շոու, այլ համակարգային պատերազմ։ Կոռուպցիան Հայաստանում հաճախ դարձել է պետական մտածողություն։ Պետք է փոխվի ամբողջ տրամաբանությունը, պետական գնումների լիարժեք թվայնացում, պաշտոնյաների գույքի իրական վերահսկողություն, ապօրինի հարստացման մեխանիզմների կոշտ կիրառում, դատավորների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մշտական ֆինանսական մոնիթորինգ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ոչ թե քաղաքական հաշվեհարդար, այլ ազգային անվտանգության հարց, ինչի հետ կապված ես անընդհատ ինձ մեջտեղից ճողում եմ։ Դատարանների նկատմամբ վստահության վերականգնում։ Եթե դատարանին չեն հավատում, պետությունը երկար չի գոյատևում։ Դատական համակարգի հիմնական խնդիրը ոչ միայն ճնշումն է, այլ նաև տարիներով ձևավորված կախվածության մշակույթը։ Պետք է դատավորների վեթինգ, որոշումների հրապարակային վերահսկելիություն, գործերի քննության ժամկետների խիստ սահմանափակում, դատարանների թվայնացում, դատավորների բարձր պատասխանատվություն ապօրինի ակտերի համար։ Դատավորը պետք է պատասխան տա իր կայացրած խայտառակ դատավճիռների համար։ Միևնույն ժամանակ դատարանը չպետք է դառնա քաղաքական վերաշխատության գործիք։ Հաջորդը քրեական ենթամշակույթի կազմաքանդում։ Տասնամյակներով Հայաստանում ձևավորվել է վտանգավոր իրականություն եւ որոշ շրջանակներում հանցագործ աշխարհը ներկայացվում է որպես ավտորիտետ կամ հեղինակություն։ Պետությունը պետք է հստակ ուղեր ցավի։ Փողոցը պետության վերահսկողության տակ է։ Զենքի ապօրինի շրջանառությունը լինելու է խիստ հսկողության տակ։ Թմրանյութերի շրջանառության դեմ
պայքարը լինելու է անզիջում, անողոք, դաժան, ոնց ուզում եք, սա ձևակերպում արեք, ամենա դաժանը, ելնեք են տալու Չինաստանին։ Քրեական հեղինակության ինստիտուտը պետք է կազմակերպվի ոչ միայն ուժով, այլ նաև սոցիալական քաղաքականությամբ։ Ազգային կարգապահության գաղափարախոսություն։ Ոչ մի պետություն չի կայանում միայն օրենքներով, պետք է նաև հասարակական մշակույթ, պետք է վերականգնվեն աշխատանքի նկատմամբ հարգանքը, զինվորի նկատմամբ հարգանքը, ուսուցչի և գիտության հեղինակությունը, պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքը, հանրային պատասխանատվության մշակույթը։ Ազատությունը չի նշանակում ապատասխանատվություն, ժողովրդավարությունը չի նշանակում պետության թուլություն ու բարդակ։ Պետությունը պետք է վախ ներշնչի հանցագործին, ոչ թե քաղաքացուն։ Սա ներքին կարգուկանոնի ամբողջ փիլիսոփայությունն է, սիրելի ժողովուրդ։ Քաղաքացին պետք է զգա, որ պետությունը պաշտպանում է իրեն, իսկ հանցագործը պետք է հասկանա, որ պետությունը անխուսափորեն պատժելու է իրեն։ Վերջնական բանաձևը, սիրելի ժողովուրդ։ Իմ առաջնորդությամբ Հայաստանում լինելու է ոչ թե քաոսային ազատություն, այլ օրենքի իշխանություն։ Ոչ թե զորբաների իշխանություն, այլ պետական կարգուկանոն։ Ոչ թե վախեցած ժողովուրդ, այլ պաշտպանված քաղաքացի։ Շարունակությունը շուտով։